Հարգելի քաղաքացիներ, որպեսզի շարժումը հասնի իր հաջողության, անհրաժեշտ է, որ հստակ պատկերացում լինի քայլերի տրամաբանության վերաբերյալ։ Ուստի երկու խոսք մեր դեկտեմբերի 1-ի գործողությունների մասին։ Դուք գիտեք, որ մեր երկրում ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ գտնվում է հսկողության տակ։ Լսվում են մեր հեռախոսները, հասկվում են մեր գործողությունները։ Մենք խնդիր ունեինք դեկտեմբերի 1-ին մատուցել ռեժիմին անակնկալ։ Բնականաբար մենք չէինք կարող իրազեկել, որ երթը անցնելու է այդ Մելիք Ադամյան գրասենյակի կողքով, որովհետև նման դեպքում այդ երթը բնականաբար չէր թույլատրվի։ Եվ մենք պահպանելով անհրաժեշտ գաղտնիություն կազմակերպեցինք այդ երթը նպատակ ունենալով, որ ցույց տալ հանրապետական կուսակցությանը, իսկ Մելիք Ադամյանի գրասենյակը դա եւ ԱՅՈ-ի շտաբն է եւ ըստ ՀՀԿ-ի իշխանության կենտրոնը մեր երկրում, որ իրենք չեն հսկում իրավիճակը եւ մենք կարող ենք հանգարցակի հայտնվել հենց իրենց գրասենյակի դեմը եւ բացել այդ դուռը։ Մենք նպատակ չունեինք երեք այդ դուռը բացելու։ Մենք ընդհանրապես ցույց տվեցինք իրենց, որ իրավիճակը չի գտնվում իրենց հսկողության տակ։ Եվ մեզ դա հաջողվեց։ Մեր երթը կլներ ավելի լիարժեք, եթե նաև ստացվեր անցկացնել հավաքը այնտեղ, որտեղ նախատեսել ենք։ Բայց ոստիկանությունը կարողացավ խոչընդոտել դրան եւ ինչ որտեղ դա իջացրեց մեր գործողությունների թափը։ Այսօր մենք ունենք նպատակ շարունակել այդ գործողությունները։ Մենք ունենալու ենք երթ դեպի կենտրոնական ընտրական հանձնաժողով, այն նպատակով, որ նշել, որոնք են լինելու թիրախները, ոնց ենք մենք տեսնում մեր երկրում իշխանության յուրացման էլեմենտները եւ որտեղ ենք մենք տեսնում դնում այն նշանները, որտեղ լինելու է ժողովրդի ճնշումը։ Հարգելի քաղաքացիներ, այսօր մեզ համար կարևոր ժամանակաշրջան է, երբ պիտի ձևավորվի փոխադարձ վստահության մթնոլորտ։ Դուք տեսնում եք, որ մենք մեր կողմից անում ենք այն ամենը, ինչ հնարավոր է անել քրեական ռեժիմի պայմաններում։ Մենք գնում ենք բոլոր այն գործողությունների, որը հնարավորություն է տալիս խաղաղ դիմադրության շրջանակում, խնայելով մարդկանց ուժերը եւ վտանգի տակ չդնելով մարդկանց կյանքը, ստեղծել այն անհրաժեշտ ճնշումը, որը պիտի բերի ըստ մեզ ռեժիմի տապալման։ Եվ ես կոչ եմ անում ձեզ բոլորին լինել համարձակ, լինել հետևողական, այս օրերին կախված է մեր երկրի ճակատագիրը։ Եթե մենք ստեղծենք այն համախմբությունը, որը որ անհրաժեշտ է, հաղթելու ենք, մեր երկրում ոստիկանական ուժերը ունեն 18,500 մարդ։ 30,000-անոց հավաքը արդեն բացառում է ոստիկանական ուժի կիրառումը։ Իդեպ մենք նաև այդ հանգամանքը շոշափեցինք երեք, որպեսզի հասկանանք հաջորդ գործողություններում, որքանով է ոստիկանության պատրաստականությունը անհամաչափ ուժ գործադրելու։ Այսօրվա իրադարձությունները, այն արձանագրությունները, որ արվեցին, որ փորձում են մեքենա վնասելով կամ ինչ-որ մանր բաներով խոչընդոտել, վկայում է, որ կաշկանդված են։ Այսինքն հասել ենք այն նպատակին, որ դրել ենք մեր առջև դեկտեմբերի 1-ին։ Պիտի ճնշումը շարունակենք, բոլորս միասին։ Հաղթելու ենք, ոտքի Հայաստան։